Ողջույն, հուլիսի 23-ն է, 2-ին 20 է պապաս։ Ես Աճարան փողոցի վրա ենք, բայց ուղիղ չենք գնում, թեքվում ենք ձախ Ծարավաղբյուրի փողոց։ Հիշում եք այդ առանձնատների փողոցը, բուսաբանական այգու դիմաց։ Ձախից բուսաբանական այգին է, Աչից էլ այդ առանձնատներն են։ Իմ ասենց ես փողոցով բարձրանանք։ Ես փողոցով շատ եմ անցել։ Բայց քանի որ ես առանձնատները մեր քաղաքում Համատաբար նորություն է, ինձ թվում է հետաքրքիր է մի հատ էլ նայել։ Նույնիսկ կենտրոնում ապրող ընկերներս կան մեջները, որ գաղափարել չունեն ես թաղամասերի մասին։ Ու իրենց համար շատ անսպասելի է։ Ստեղ առանձնատները վերջանում են ու սկսվում է արդեն շենքեր։ Էլի նոր կառուցած ահագին թաղամաս է ստացվել խանութներով, երևի մանկապարտեզով, դպրոցով, հələ որ կարծեմ չկա, բայց կլինի անկասկած։ Ուրեմն այս Ծարավաղբյուրի փողոցն է, ստեղ ինքը այս կողմը ձախ է գնում, նայեք մենք միշտ ձախով ենք գնացել, հենց գնում ենք Ալմազ գործարանի մոտ, բայց այ ուղիղ չեմ գնացել, հələ մի հատ ուղիղ գնանք տնանք ուր է տանում այդ փողոցը, Վուրնեցու փողոցն է, կներեք սխալ ասացի, Վուրնեցու փողոց չէ, Ծարավաղբյուրի փողոց, այ հիմա Ծարավաղբյուրի փողոցով դեպի վերև ենք շարունակում։ Դենանք ուր է տանում ես ճանապարհը։ Այստեղ ինչ-որ երկաթ գիծ է։ Ես ինձ թվում է այն երկաթ գիծն է, որ Ալմազ գործարանի մոտով, որը քանդե ճանապարհ են սարքել հիմա։ Ինչ-որ գունդ է, պատը մի տեսակ է ներկացնեք, այս աստղերը, դարպասի վրա, աղա քանաքերի գունդը որ ասում են եսը, աղաքին էլ մեծ է, սաղ պատը, ես ներկաց է, ես ուր եկանք ընկանք, Ստեղ ինչ-որ այդ ռուսական գունդ է, երևի, որտեղ այս գրած է Կուբանսկое казачье войско, այս հուշարձանը։ Հա, այն պատին էլ է գրած քանաքեր։ Հոշում եկանք քանաքերի ըստ երևույթին ռուսական գունդը։ Դրա տեղն էլ իմացինք, ճիշտ է ինչի է պետք չգիտեմ,
Այս ոնց է քանակերի կենտրոնական փողոցն է, հա։ Լավ, եկեք իջնենք ձախ։ Ձախով գնանք։ Իսկապես է դա։ Էդ է։ Այս մասերը ինձ ծանոթ է արդեն։ Այստեղից եթե ձախ գնայինք, անկալոգիայի ինձ հետ ենք ընկնում առաջվա։ Ասես Սարավ աղբյուր փողոցից ընկանք ստեղ շատ արագ, քանակեր։ Այստեղից որ թեքվենք, երևի Միքայելյանի սիրտ ենք համ գնում, չենք թեքվում, ուղիղ ենք գնում, քանակերով։ Այս սաղ տեղերը 40-30 է գրած արագությունը, բայց մի քիչ դանդաղ ես գնում, հետևից սիգնալ են տալի։ Ես եմ այդ էստեղ առանձնատուն, արդեն թակուր իր։ Շարունակում ենք քանակերով։ Ինչ փողոց է։ Քանակերցու։ Զեր թե չէր չիմացա, ոչմ քանակերցու փողոցն է։ Քանակերով, քանակերցու փողոցով գնում ենք։ Պետք է որ դուրս գանք Ազատության փողոցա, չէ՞։ Ոնց որ դուրս եկանք։ Այն առաջվա ԱՏՍ-ի շենքը երևաց, որը իմ Արմենթելինն է։ Եկանք ստեղ։ Ազատության փողոցանը։ Այս աչից երաս թաղամասն է ստեղ, հիմա չի երևում իմ մոտ։ Գեստոր Գետնյան
Ինչ լավ բարդ ծառեր են, չէ՞։ Այստեղից թեքվենք ձախ Բաբայան փողոց։ Սա սվետաֆորը անցնենք, հեսա թեքվում ենք Բաբայան փողոց, արդեն ուշացրեցինք։ Ես էլ հիշում եք, ստեղ էլ է առանձնատներ բոլորը։ Ես որ ասում էի Զվիզդա հյուրանոց, ստեղ կարծեմ հիմա հետո է հիշեցի Գենշտաբն է, եթե չեմ սխալվում։ Ես էլ Աչից մանումենտի այգին է, հա երևի Գենշտաբն է, հեսա զինվորական է։ Եկեք մի րոպե կանգնեմ կամերան թեքեմ առանձնատների կողմը, Աչից պարզը այգին է։ Գնացինք, ես առանձնատներն ունեք, արդեն այգիներով, բայց հլը որ այս մեկը տվել եմ Վրաստանի դեսպանատանը, Վարցով երևի, էլի կա ստեղ դեսպանատուն, հեսա կանցնենք, Սենց էլ կա, առանձնատունը կառուցում են ու հանձնում են։ Երևի ամենահարմարը դեսպանատանը հանձնելն է։ Այս անկյունում էլ, հիմա որ թեքվում ենք, ստեղ էլ Լիտվայի դեսպանատունն է, չի երևում մի մոտ։ Ես էլ եկանք նորից Ուրնեցու փողոց։ Ես առանձնատունը տեսեք շինարարություն է գնում։ Առանձնատները մեծամասնությամբ ավարտվեցին ստեղ։ Ժամը 2-ն է։ Եկեք այսօր հրաժեշտ տանք իրար, լավ մնաք, ստերսին ձեզ։ Ես իզուր շտապեցի, գիտեք, ես Ուրնեցի փողոցն ենք անցնում, հիշեցի, որ մի հատ է ստեղ անոր ճանապարհ, եկեք ես մեկով էլ գնանք, նայեք սենց նորակառույց շենք հա, ես մեկով էլ գնանք ես նոր ճանապարհով։ Սա պետք է որ բերի մեզ Ալմաս գործարանի մոտ ես ճանապարհը։ Ես Փարիզը որ կա, այդ աչի վրա զենց իջնում է Ուրնեցի փողոցին զուգահեռ, էլի մեծ քանակի առանձնատներ են։ Ու այդ ուղղությամբ որ շատ գնաք, ինձ թվում է այն Աչարանից որ երևում է այն սարի վրայի առանձնատները, այդտեղ են դրանք։ Լավ ստեղ առանձնապես բան չկա, անջատեմ էլ որ այստեղից կարծեմ պետք է լավ տեսարան բացվի քաղաքի վրա։ Եկեք մի վայրկյան կանգնենք, տենանք ինչ է երևում։ Հետաքրքիր տեսարան է, բայց քանի է, եթե շատ ելնի խշոցը ձայնը կանջատեմ։ Ես էլ պլանի գլխի կամուրջն եմ, նայեք, ու հետո Հերացի փողոցը, իսկ դեպի մեզ Աչարյան փողոցը։ Սա Աչարյանը։ Ես այդ Ծառուկյանի փողերով կառուցած շենքերն են։
Շուշարյանի վրայից որ տենում էինք։ Են էլ Երևանյան լիճն է։ Ես էլ մեր եկած ճանապարհն է, ստեղից եկանք։ Արարատը չկա։ Դե լավ, գնանք։ Անավանդ ուժեղ արև է, ես ինչ եմ նկարում, բան չեմ տենում։ Դե շարժվեցինք։ Էլի նայողներ եկան, մենք մենակ չենք։ Ստեղել են կամանց առանձնատներ սարքում։ Բայց աչքից մի քիչ ավելի համեստ։ Իսկ կարող է սկիզբն ստեղել տեսարանն էր շատ լավ, չէ՞։ Էսա սլակը ցուցատալի ուղիղ Ռուբինյանց փողոց։ Էլի 40-ից ավել չի կարելի։ Սա լրիվ նորակառույց փողոց է։ Երևի ինձ թվում է գիտեք ինչ է, երկաթգիծ էր ստեղ։ Այս երկաթգիծը հանել են, այս փողոցն են գցել։ Այս աչից մասիվ է երևաց։ Մեր տունը երևաց։ Այ հետ որ նայես Արմեն, մեր տունը երևաց։ Ստեղ էլ 20 է դրած։ Սելակա, Ռուբինյան, Դավիթ անհաղթ փողոց։ Ահա, ես էլ կամուրջը, ես էլ ալմաստ գործարանը, աչից, կամուրջով անցնենք։ Գնանք ոնց ենք մտնում։ Նեցոպետ, չեմ հասկանում։ Այն կողմից ենք, հատ, այս աչից դուրս եկանք Ռուբինյան քաչ ծանոթ տեղ։ Զեյթուն։ Էս է ստեղ էլ շրջադարձի նշան կա, շրջադարձ անենք։ Գնանք։ Մի հատ էլ վերջացնենք։ Մի հատ էլ լավ մնաք։ Մի հատ էլ ստեսցին ձեզ։